Հալելույա։ Ինչ գեղեցիկ է Տերը բաշխել։ Այսօր գուզեմ ներշնչումը բաժնեկցի ցեզի հետ, որ առավոտյան իմ ընթերցումից մեջ Տերը սրտիս դրավ Մարգոս Ավետարանեն 5-րդ գլուխ։ Մարգոս Ավետարանի 5-րդ գլուխը շատ գեղեցիկ կերպով գխոսի հավատքի արժեքներու մասին։ Գխոսի ինչքան կարևոր է հավատքը եւ թե Աստված արիտ կուտա որ մարդիկ հավատան եւ հավատալով փրկվին, հավատալով օրհնվին, հավատալով բժշկվին։ Աստված ինք ամեն ինչ կրնարնել մարդուն ինալեն յետք Աստված կրնար որոշել մեկ հատ նոր մարդնել ինչ վիթ վնասեր։ Բայց Աստծո սկզբունքները շատ դարբեր են, հավիտենական են, անեղ են, կատարյալ են, սուրբ են։ Եվ հետևաբար Աստված ինգած մեղավոր մարդուն հավատքի միջոցը տվավ եւ մարդը հավատքի միջոցով գրծավ եւ գրնացեր բերել ամեն ինչ։ Տեր Հիսուս գենթանի Աստծո փառքին ներկայությունն էր մարմնացած, երբ երկրավոր առաքելությամբ կգալեր մարդոց միջև անգարելի բան չկար, ամեն բան կարելի էր, բայց իր ծառայության ընթացքին գնկադենք ամենազորավոր շեշտը, որ ինք դրած էր, հավատքն էր։ Եվ մենք այսօր կտեսնենք եւ միշտ պատմության ընթացքին տեսած ենք, ամենազորավոր հալածանքը հավատքին թեմ գլա։ Թշնամին գուզե մեր հավատքը գուրցնել, որբեսի մենք չգարենանք տեսնել Աստծո բարիքները, Ավետարանին բերած բարիքները, Քրիստոսի փառքը։ Մենք հավատացյալներս եւ անհավատները, որոնք դակավին չեն հավատալ, դար բոլորս ալ այս փորձութենեն կանցնենք։ Անորամար շատ կարևոր է հավատալ։ Բահմ եթե հիշեք մի անգամ Հիսուս մարդոց ասած է, եթե հավատաս կարելի է։ Եվ գամ հավատքովդ փրկվեցար։ Դեղեր ուր ինքը գրնար հանդիմանել, որոշեց գնահատել, որովհետև հավատք տեսավ։ Դեղեր, ուր ինքը օդար, հետանոս, մարդոց, մերժեց, մեկ անգամ, երկու անգամ, աշակերտներում միջնորդությամբ, երբ կանանացի այդ գինը, որ գմերժվեր շարունակ, մոտեցավ Հիսուսին և ավետարաններում մեկու մեջ կսե Հիսուս ասած էր ինքը ներսը պիտի մնա մարդ չխանգարը պիտի հանգչի։ Գինը հավանաբար թուրը գդրեց, չհանձնվեցավ։ Հիսուսին առջև հասավ։ Իր խնդրանքը ինքը ուղղակի Հիսուսին տվավ։ Հիսուսն նորեն մերժեց իրեն։ Ասավ կարելի չէ որդիներուն հացը շուներուն տալ։ Սա բնավ խնդիր չունիմ։ Այն հավատքով, որ ես կշարժիմ, պիտի չանարգվի, չանբատվի, չնվաստանա։ Այդ մանուկներուն, փշրանքներուն հացերը, որոնք կեդին գինան և շուները իրավունք ունին ուտելու, ադիկադուր ինձի։ Հիսուս չկրծավ այլ ես մերժել։ Ամեն ցևով թուրերը կոչեց կնոջ առջև, ոչ ազգային, ոչ փրկության, ոչ մեկ ճամփով չհոժարեցավ այդ կնոջ դալ բժշկություն, բայց երբ կինը հավատքի լեզուն խոսեցավ, այլևս Հիսուս միջոց չուներ մերժելու, սավ քո հավատքդ զորավոր է, գնա, ինչպես որ հավատացիր, այդպես ալ եղավ։ Դեր Հիսուս սիրելիներ իմ երևակայությանս մեջ այսպես շարունակ գնայի, միկրոսկոպով գնայի և գփնդրե հավատք։ Եվ կարևոր է, որ մենք իբրև հավատացյալներ մեր հավատքը ամեն օր մարզենք և մեր հավատքը կմարզվի գործի տնելով։ Կրնակ երևակայել աշակերտներուն ինչեր հանձնեց Հիսուս։ Գիտեք, երբ աշակերտները ղրգեց, որբեսի երթան և բժշկություններն են, հրաշքներն են, թևեր հանեն, մարդիկ բժշկեն, միայն մեկ տարի, 2 ամիս եղած էր, որ Հիսուսի հետ կգալեին։ Եվ չղրգեց ճամփամը, որ մեկ օր, երկու օր երթան մի քանի հոգի տեսնենքան,
Մոտավորապես 2 ամիս ժամանակ եւ ավելի աշակերտները բացակայեցան Հիսուսի հետ քալելեն եւ կացին Հիսուսի բադվերը ընելու, որ զիրենք երկու ղրգեց, որպես երթան եւ Աստծո թագավորությունը քարոզեն։ Գնաք Երևակայել Հիսուս երբ նավագին մեջներ աշակերտներուն հետ եւ աշակերտները չգրցան փոթորիկին թեմ տնել, այբանելով իրեն արթնցուցին, ինք իրենց այբանեց։ Ինչպես կրնալալ, որ հավատք չունիք կսե։ Այսինքն ուրիշ բարերով, ինչպես կրնալալ, որ դուք չորոշեցիք այս հովին ասել գեցիր, ալիքներուն ասել թատրիր եւ ինձի արթնցուցիք եւ այբանեցիք։ Ուրիշ խոսքով ադիք ասել է, երբ մեկը արթնա ինքս հաստե գեցնել են իդ իրենց այբանե թե ուր է ծեր հավատքը, ինչպես կրնալալ, որ հավատք չունիք, ինչպես կրնալալ, որ Հիսուս առնե 5 հատ հաց եւ 2 հատ սուկ, կդրե հացերը, տեսնելով թիմացը գտնվող ժողովուրդները, որոնց հրաման հրավոր նստեցնեն 50-ական, 100-ական, եւ աշակերտներուն ցերկը դա այդ հացերը, որոնց առաջարկը մերժեց, որ 200 թայեգանով հաց բերեն, բոլոր միջոցները մերժեց եւ խդացուց նույթը հավատքի վրա եւ այդ 10 գդոր հացերը 5 գդրված հացերը դվավ սավ կացեք բաժնեցեք ինչ կա գնալեր այս մարդոց մե հավատք ուրիշ բան չէր գնարա գնալել բացի հավատքով մոդենան եւ աշակերտները արին Հիսուսեն եւ հավատքով շարժեցան եւ իրենց ցանկի մեջ մենք կտեսնենք հետս հետե իրենց հավատքը աճեցավ այդ Պետրոսը, որ ամեն մեկ հրաշքի ժամանակ կամ հանդիմանություն գուդեր Հիսուսեն, կամ ինքզին կհանդիմաներ, այդ Պետրոսը լման փոխված էր։ Գասկած չուներ, վախ չուներ։ Եվ որ տեսավ քեղեցիկ կոչված դրան մեջ այդ իձնե գաղ մարդը նստերը մոտեցավ ասավ ոսկի արձած չունիմ, չեմ հավատար որ չուներ, ինքը չերը սեր որ չունի, բնականաբար կրբանը չուներ։ Բայց ամեն մարդ դրամը գբերեր եւ աշակերտներուն ոտքին գտներ։ Սոգար դրամ, բայց հետը շալգատ չի գար, բայց նաեւ իր դալի կնալ, փափա կնալ դալու ոսկի եւ արձած չէր, որովհետեւ ոսկին եւ արձածը այդ մարդուն պիտի ժամանակավոր օգուտ լար, նպաստ լար, ինքը կուզեր Սուրբ Հոգին առաջնորդված որ ադիգա լման գադարյալ լավլա եւ անոր ամարսավ, ինչ որի մեջս ունի մադիգա գուդամ քեզի։ Ավելի արժեքավոր է, քան արծաթն ու ոսկին։ Քու կյանքդ կվերադարձնե։ Հիսուս հավատք կակնկալ էր։ Տեսեք, հավատք ակնկալելու մեկ պատկերը 5-րդ գլուխ Մարգոս Ավետարանեն առաջին գլուխեն երբ կգարտանք, կտեսնենք Հիսուս Կերկեսացի թիվահարին բժշկությունը գադարե։ Հետո կսե լիջին թիմացը կերկեսացիներու երգիրի եկան։ Հիսուս հազիվ նավագեն ելած էր, ահա իրեն հանդիպեցավ մեկը, որ ժայռափոր քերեզմաններեն եկած էր։ Այս մարդը չար ոգի ուներ իր ներսիտին եւ քերեզմաններու մեջ կփնագեր, նույնիսկ շղթաներով չէին գնար զինք կաբել։ Շատ անգամ անոր ոտքերն ու ցերկերը շղթաներով գաբած էին, բայց անիկա խորդագեր էր շղթաները եւ գդրդեր ոտնագաբերը, ոչ ոք կրնար զինք զսպել։ Միշտ գիշեր ու ցերեկ քերեզմաններու մեջ եւ լերներու վրա գտապարեր ու գաղաղագեր եւ ինքզին քարով գվիրավորեր։ Երբ Հերույեն Հիսուսը տեսավ, վազեց ծունգի եկավ անոր առջև եւ բարձր ցայնով աղաղագեց. «Ինձ մե ինչ կուզես, Հիսուս, Փարսիալ Աստծո որդին, Աստծո սիրույն, զիս մի դանչեր»։ Ասիկա գսեր, որովհետև Հիսուս հրամայած էր չար ոգին ասելով, չար ոգի ել այդ մարդուն մեջ են։ Հիսուս հարցուց անոր ինչ է անունդ։ Անունս Լեգիոն է, պատասխանեց, որովհետև շատ ենք։ Չար ոգիները շատ կաղաչեին Հիսուսի, որ զիրենք աշխարհեն դուրս չղրգե։ Հոն լերան մոդիկ խոզերու մեծ երամակ մգարած էր։ Չար ոգիները բոլորն աղաչեցին Հիսուսի եւ ասին. «Մեր խոզերուն ղրգե, մեզ խոզերուն ղրգե, որբեսի անոնց մեջ մտնենք»։ Եվ Հիսուս արդոնեց, չար ոգիները մարդու մեջ են ելան եւ մտան խոզերու մեջ։ Եվ բաղմությունը գիտեք, խոզերը կացին ճուրինգան
մարդը առողջացավ, հակուսները հակվեցավ, Հիսուսի կով կգենար, հետը կգալեր, վերջը քյուրեն եկան, այբանեցին Հիսուսին, որ խոզերը մեռնելուն պատճառ եղավ, խնդրեցին Հիսուսեն, որ երթա։ Բայց աստեղը գեղեցիկ նամակ կա, առաջին հերթին ասիգա գնկատվեր հետանոսական շրջանը, Դեկաբոլիս շրջանը, գնկատվեր հետանոսներով լեցուն շրջանը։ Բայց Հիսուս կնկատենք այդ շրջանը եկավ մտավ եւ հատուկ կերպով այդ շրջանին վրա դիրող թևերու ուժերուն թեմ աշխատանք տարավ։ Այդ շրջանին մեջ կնկատվի, որ թևերը ամրոցներ թրած էին, զորավոր էին, հաստատ էին, մարդոց կյանքերում մեջ կգործեին դարբեր ցևերով։ Եվ Հիսուս եկավ եւ այդ թևերու աշխատանքին հագարակ աշխատանք մտավ, դարածք մտավ, այդ շրջանեն ներս մտավ, այդ դարածքեն ներս մտավ, առանց իրենց հաշիվ տալու։ Այդ դարածքները, որ թիվային ուժերով գրավված էին, Հիսուս եկավ ներս մտավ, իր հրամանը տվավ, որ թևը ելլե։ Հիսուս դարածքեն ներս մտավ, որբեսի մարդը ազատե, եւ մարդուն ու բոլոր ժողովուրդին արիտ տվավ, որ իրենք հավատքով ընդունին իրենց կյանքի մեջ եղածը, որբեսի փրկվին, օրհնվին եւ փոխվին։ Մեկ հոգի միայն ընդունեց այդ մեկը, որ բժշկվեցավ, մյուսները չընդունեցին։ Մյուսները ասին կխնդրենք, որ հեռանաս այս շրջանեն։ Եվ Հիսուս ցկեց հեռացավ։ Գիտեք, խոզերը երբ թևերը ասի մեզի խոզերու մեջ դիր, շատ բացատրություններ կան, բայց բացատրությունները մեկը եւ քեղեցիկ այն է, որ ինձի շատ կդպավորե, թևերը դարածքային արարածներ են։ Իրենց աշխատանքը դարածքային է, այսինքն մարդուն մարմինն անգամ երբ իրենք մեջը կմտնեն, իրենք բեք չունին մարմինին մեջ ապրելու, այսինքն մարմինեն սնունդ չեն առներ։ Իրենք դարածքային են, իրենք չեն գնար արդահայտվել, բացի երբ մարմինի մեջը լան։ Երբ մարմինի մեջը լան, գսկսին իրենց ամեն ադելությունը, չարությունը, ինչ ցև հնարավորություն որ գա, հատով հայտնել։ Եվ հետևաբար երբ Հիսուս եկավ հրաման տվավ, որ մարդուն մեջ են ելլե, չէին գնար թեմ տնել, խնդրեցին, որ խոզերուն մեջ երթան։ Խոզերը իսրայելացիներուն համար ադելի են, բայց այդ ժողովրդին համար ադելի չէր, անոնք կգործած էին։ Իրենց շահն էր 2000 հատ խոզ, չլալիք բան։ Այսօր 2000 հատ խոզ ինչքան մեծ գումար գնե։ Անոնք խոզերուն մեջ մտնելու նպատակը այսպես անհայտ չէր, այդպես չէր, որ խոզերու մեջ մտան եւ բադահական խոզերը իրենց ճուրը նետեցին։ Թևերը թիվային արարածները ատկե ավելի գիտեն 6000 տարվա մարդը փորձելու փորձառություն ունի սատանան եւ իր թևերուն ադորամացային գուղ է, բանականություն ունին։ Անոնք մտան խոզերու մեջ եւ ամիջապես խոզերը ճուրին մեջը քացին եւ մերան, որովհետեւ քյուղացիներուն վնաս տան։ Եվ որ քյուղացիներուն վնաս տվին, քյուղացիները Հիսուսը մերժեցին, Հիսուսը չգրցան տեսնել իբրև ազատող, Հիսուսը տեսան իբրև իրենց գլուխին վնաս բերող։ Եվ անոր համար արիթը գործընծուցին, բացի այդ մարդեն, որուն Հիսուս ազատեց, բոլոր մնացածը այդ ժամանակ արիթը գործընծուցին։ Տեսեք, Հիսուս արիթը տվավ, որ անոնց հավատքը շարժի, եւ անոնք հավատքի միջոցով ընդունին ճշմարտությունը եւ փրկվին։ Անգեյետ մենք կտեսնենք, որ դակավին բաղմությունը շարունակվի եւ անգեյետ Հիսուս կերտա լիջին մյուս կողմը եւ մեծ բազմություն հավաքվեցավ իր շուրջ լիջին եզերքը եւ ահա դեղվույն ժողովրդաբեդներեն մեկը հարկված մարդ գուքա Հայրոս կգոչվեր, եկավ եւ Հիսուսի մոտ։ Հազիվ զայն տեսավ ինգավ անոր ոտքերուն արջև եւ շատ գաղաչեր ասելով աղջիկս մահամերձ է, եկուր եւ ցերկը թիր անոր վրա։ Որբեսի առողջանա եւ ապրի։
Հիսուս գնաց Հայրոսի հետ։ Իրեն հետ խորն բազմություն մնալ գերտար եւ գնեղեր զինք։ Գին մգար, որ 12 տարի է իվեր արյունահոսութենե գդարաբեր։ Անիգա բժիշկներու ցերկեն շատ նեղություն կաշածեր, իր ամբողջ ունեցածը վատներ էր, բայց օգուտ չեր տեսած, ընդհակարակը հիվանդությունը ավելի վատ տարածեր էր։ Լսելով Հիսուսի մասին, ամբողին մեջ են եւ Հիսուսի ետևեն եկավ եւ թվավ անոր հագուստին։ Տեսեք, այս գինը ընկճված էր, աղքատացած էր, դժվարություն ուներ, ժողովուրդեն հերու էր, ամբողին մեջ չէր գնալ մտնել, որովհետև ինքը արյունահոսություն ուներ, որովհետև եթե ինքը արյունահոսությամբ մտնե ժողովրդի մեջ, ինքը պատճառ կլա ժողովրդին բղձվելուն, հետևաբար նույնիսկ կրնան քարգոծել իրեն, որովհետև ինքը մարդոց բղձվելուն պատճառ եղավ։ Անոր համար գինը ձաձուկ եւ քաղնի եւ փախստական գերբով կմոտենար։ Բայց այս գինը երբ լցեց Հիսուսի մասին, իր մեջը հավատքը շարժեցավ։ Ամեն արգելք, որ իր առջևը գար, գրոնական, բադիժի եւ կամ որևէ տեսակ շրջանցեց անցավ անոնցմե։ Չարդոնեց, որ անոնք իրեն արգելքը լան եւ իրեն մղողը, որ այդպես սնե իր հավատքն էր։ Տեսեք, երբ Հիսուսի մասին լսեց, իր մեջ հավատք արտնցավ։ Կանե օքեյ է դեսե, իր մեջ հավատք արտնցավ։ Այդ հավատքը, որ Աստուծմե էր, իրեն մղեց, որ դեղական, գրոնական, մոսիսական օրենքի, փարիսեցիներու դրած օրենքին հագարակ քայլ առնե։ Գոդրեց գրոնական գաբանքը, որովհետև հավատքը գսե, որ դու պիտի բժշկվիս։ Հավատքը իրեն չսավա, մոթե հիմա ուրիշ արիթմը գլա, ուրիշ դեղմը Հիսուսը նորեն գերևի, հերույեն քալե, առանցին լանեգը, չսավ այդպես բաներ իրեն։ Հավատքը, որ գնոջ մեջ արտնցավ, հաղթեց վախերուն, հույսը վերաթարցուց իրեն, ամեն ինչ, որ պետք ուներ, վերաթարցուց իրեն։ Եվ այս գինը մոտեցավ Հիսուսի ետևեն մտածելով, որ միայն եթե քղանցքին թփչիմ, բիդի առողջանամ։ Եվ մոտեցավ, եւ թվավ, եւ թված բահուն բժշկվեցավ։ Այս գինը եւ այս գնոջ մեջ լսելու միջոցով արտնցած հավատքը ինձ կարևոր է, այդ հավատքը, որ գնոջ մեջ արտնցավ, իրեն չսավ խնդրե Հիսուսեն աղոթք։ Տեսեք, նկատի արեք սիրելիներ, եւ որ մեր հավատքը երբ աշխատի, պետք է հասկանանք մեր հավատքի լեզուն։ Ես հավատացյալ եմ, ինձի համար իմաստ չունի։ 2-3 փարով գազմված նախատասություն մնե։ Ես պետք է իմ հավատքի լեզուս հասկանամ։ Հավատքս ինձի գարաչնորթե, հավատքս ինձի գսե ինչ պիտի ընեմ։ Եվ այս գինը աղոթք չուզեց, չաղաչեց, իր վիճակը չպատմեց, իր սիրտը չբարբեց, փամը չրավ։ Հիսուսեն արտոնություն ալ չարավ։ Գին մարդ, արյունահոսություն ունեցող մարդ, այդքան ամփոխի մեջ են, գուքա եւ Հիսուսի կղանցքին գտպչի։ Արտոնություն ալ չարավ։ Ասոնք բոլորը գրնան հարցը լալ։ Հիսուսը սկաց, որ իր մեզ զորություն դուրս եկավ։ Նայեցեք, Հիսուս զգաց, որ իր մեզ զորություն դուրս եկավ, բայց ինքը չէր պատճառը, որ զորությունը իր մեզ դուրս գա։ Ինքը մեգումը բժշկելու նպատակով հրաման չարձակեց, որ զորությունը իր մեզ դուրս գա։ Հիսուս դեղյակ չէր։ Սուրբ Հոգին Հիսուսին չսավ հիմա գինը պիտի կա քեզի տպչի, կամ գինը տպավ քեզի անոր համար զորություն չսավ իրեն։ Ձաձուկ բահեց Հիսուսեն, որովհետև գուզեր այդ գնոջ մեջ գտնված արտնցած հավատքին վկայությունը բերել։
Եվ Հիսուս դարձավ ասավ ով տվավ ինձի աշակերտները ըստ սովորականին գրոնական մտայնությամբ ասին 430 մարդ կա Մեգերն մեկը տվավ երևի քեզի Ինչ կփնտրես հիմա ինչքան կարևոր բան է ադիգա ասավ չէ այս տպչողը դարբերեր ինձ մեզ օրություն դուրս եկավ եւ ուզեց գիտնալ տեսեք Սուրբ Հոգին սցենարիոմը ստեղծեց, բացմությունը ստեղծեց։ Հիսուս դեղյակ չէր։ Բայց երբ Հիսուս նկատեց անցած դարձածը, վստահաբար դեր Հիսուս գիտեր իր մեզ օրություն եկա, պատճառը կա, ինքը դեղյակ չէր իր մեզ օրությունը, դուրս եկած ադենը։ Ուրեմն ասիկա բեկե հայտնվի, բեկե փաստվի, ասոր մեջ նամակ կա, ասա ուր է, ով է, ինչ է։ Գին այլևս սկսե թողալով, վախնալով, մոտեցավ եւ իր ռածը պատմեց։ Եվ ակնթարթը Հիսուս չայբանեց։ Չսավ քույրս կայր ինձ իսեր ինչ պետք ունիս հակոստիս տպչելու։ Կայր ինձ իսեր չսավ։ Սավ ապրիս։ Կնա հավատքովդ բժշկվեցար, ազատագրվեցար։ Հավատքը կնահատեց Սա կնշանակի քալածադենը 4 կողմը հավատ կագնգալեր։ Հավատ կագնգալեր։ Երուսաղեմի համար լացավ։ Երուսաղեմ։ Քանի անգամ փորձեցի քեզի թևերուս տակ առնել, բայց մերժեցիր։ Հիմա ժամանակը դեն օրեն կմերժես։ Գիտեք Աստված փան մչե բանջած մեզ մե բացի հավատալ է եւ այդ հավատքը գրնա ուղել մեզ եւ այս գնոջ հետ եղած բացմությունը վերջանալու ադեն էր մոդեցած էր արդեն հանգարց դիմացեն եկան հայրոսի դունեն եւ ասին մի հոգնեցներ վարդապետը որովհետեւ աղջիկը մեռավ Եվ Հիսուս լսեց։ Եվ գանխեց հայրոսի մտքի մեջ ցանված այդ լուրը։ Սավ հայրոս։ Մտիկ միներ։ Միայն ինչեր է։ Միայն հավատա։ Տեսեք, մենք գիտենք ինչպես գրնանք խոսիլ, եթե խնդիրը կապված կբահենք մեզի։ Օրինակ, եթե ես ըլլայի հոն, եւ ես պիտի ըլլայի հարություն դվողը, այդ աղջկան, չէ՞, եւ ես գիտեի, որ աղջիկը հարություն պիտի առներ, չէի սեր միան հավատա, կսեի հոգմիներ, ես կուքամ, եւ հարություն պիտի դամ։ Բայց իրեն ասավ մի վախնար, միայն հավատա։ Եթե նկատեք Տեր Հիսուս հավատքի հունդը գտներ եւ գագնգալեր, որ անոնց մեջ հավատքը կորձոնը լա եւ հավատքը զիրենք շարժե, որովհետեւ սկիզբեն իվեր Աստված միայն հավատ կուզած է մարդեն։ Նույնիսկ երբ ես փրկվեցա, դու փրկվեցար, ադոր հավատքը Աստուծո մեր։ Եփեսացիս 2-ը մեր կորձերով չի Աստուծո մեր։ Առանց Աստուծո ոչ ոք կրնակալ Հիսուսին։ Իմ կյանքիս մեջ Աստված փամը ըրավ, որ ես հասա Հիսուսին։ Դեռ մինչև այսօր գսեմ, ինչպես ըրիր։ Ուր էի, ուր եղա։ Եվ հայրոսը հավատաց։ Հայրոսը ընդրություն ուներ։ Իրեն եկող մարդիկը, անոնց ետին գտնվող փարիսեցիները, որոնք ասին մեռավ, եւ Հիսուս, եւ ինքնա գիտեր, որ բզդիկը պիտի մեռներ, որևէ վարգյան կրնար մեռնել։ Եվ գար դարբերակը, ընդրությունը, որ Հիսուսի ասածը էր։ Ինքը Հիսուսի ասածը ըրավ։ Ուրեմն հավատքով շարժեցավ։
Երբ Հիսուս գնաց հոն երթալով, տեսավ արդեն երկողները, քնար նվագողները բոլորը պատրաստ են, ասոնք պատրաստ մարդիկ էին կսպասեին մեկը մեռնի։ Այսինքն ասոնց աղոթքը ինչ էր ապրելու համար, եկամուտ ունենալու համար, դեր մեկը թող մեռնի այսօր։ Բժիշկները ինչ կաղոթեն։ Մարդիկը թող հիվանդանան։ Թեև այդպես չեն աղոթել, բայց երևակայեցեք, եթե այն մարդ առողջանա, բժիշկները ինչ պիտենեն, ինչ պիտի լա վերջավորության իրենց աղոթքը։ Օրինակ, հիմա ես չեմ ուզեր որ քննադատել բժիշկները, շատ են օրինակները։ Ընտրեց Հիսուսի հետ քալել։ Եվ երբ Հիսուս ասավ, բոլորը արդեն ներկա էին, լալու սկսած էին, ով որ հոն մոդենա լալ գուդային իրեն, առանց ձեձելու այդպես եղանակներ ունեին, այդպես խոսքեր ունեին, առանց իսկ բզդիգը ճանչնալու գրնան լացնել ամբողջ ընտանիքը եւ Քերթաստանը։ Ինչ քեղեցիկ բան, ինչ լավ արհեստ, լավ համալսարան չեն բացած այսօր համար։ Եվ Հիսուսը վերցուցիկ ասած բզդիգը բարգած է, ինչու այսպես գուլակ եւ պատրաստ եք թաղելու զինքը, վրան խնդացին, ծիծաղեցին իր վրա։ Եվ Հիսուս իրեն հետ հայրը արավ եւ երեք աշակերտները ներս մտավ եւ միան աղջիկին ցերկեն բռնեց եւ ելսավ։ Եվ սավ ել։ Այսինքն ինչ բարձ էր։ Ինչ բարձ էր Հիսուսին համար բզդիգը արտնցնելը եւ բժշկելը, մինչ հոր համար շատ դժվար էր, անգարելի էր։ Բայց բանալին, որ Հիսուս իր ընելիքը ընե, ինչ էր, միայն հավատա։ Գիտեք սիրելիներ, ես քանի անգամ լսած եմ հավատացյալները, երբ հարցուցած եմ, կհավատաս, որ հիմա պիտի բժշկվիս, շուշ ես հավատացյալ եմ։ Ես գիտեմ արդեն հավատացյալ ես, դու իմ քույրս ես, դու իմ եղբայրս ես։ Գահավատաս, որովհետև հավատացյալ ես, այստեղ գահավատաս այն ինչ բանին, որ հիմա քեզի պիտի լա։ Մեր հավատքը կշարժե Աստծո ցերկը։ Մեր հավատքը կշարժե Հիսուսի բարերը եւ խոսքերը։ Շատ բան գիտնալու բեք չունենք, գիտության կապված չէ, հավատալու կապված է, իսկ հավատքը կխորանա ավելի զորավոր կրնա ազդել մեր վրա, երբ մենք նվիրվենք, մեր նվիրումը ավելի մեծ աստեցություն կբերե, մեր նվիրումը, որպեսզի ավելի զորանա, շատ կարևոր է մեր բարգեշտությունը, մեր հնազանդությունը, իրարու կապված են անշուշտ, բայց ասոնք ըլլալով հետս հետե մեկը կրնա ավելի հաստատ ըլլալ իր կյանքի մեջ եւ առաջնորդվել դերոճմով։ Հետևաբար եկեք այսօր միասին աղոթենք դերոջ արչեւ գնանք, երկրբակությամբ քալենք եւ անգե յետքը տեսենք դերը մեզ ինչ կհայտնի։ Եթե դերը ինձ գիտության խոսք հայտնի եւ ես ասեմ այս կամ այն ցավին համար շուտով ստուքեթուն քեզի։ Եթե դու ունիս կամ քու սիրելի դունի Ամիջապես նայ այդ ցավը եկեք ես մեր երթա, որովհետև Հիսուս եթե ըսավ թուն հավատացիր կամ ինքը արիտ տվավ, պետք է ադիգա երթա։ Պետք է ադիգա երթա։ Պետք չէ մնա։ Անցյալ օրը մեր Լիբանանի համակումարի ժամանակ ընդհանրապես բժշկության ծառայություն չլար, կոնֆերանս է։ Հանգարց դերը բաշտամունքին մտնոլորդը փոխեց։ Եվ որ ես գծարայի օծության, Սուրբ Օքիի մգրդության թարմանալու բահմը դարձավ։ Եվ ես այսպես կքալեի ժողովուրդը նստած է, մեկ կողմեն մյուս կողմ խոսելով բոլորին թիմաց։ Եվ բահմը այս երեք գարք է ինքը, այս առաջին գարքին հոն եկավ գեցավ սկսավ օրհնել եւ ասավ հիմա ես հոս կօրհնեմ։ Ես ասի գերեվի 1, 2, 3 գարքերը պիտի օրհնե։
կսպասեն դերս Ցերկս այսպես կեցեր է, չեմ սկար որ ես առաջնորդվեր եմ դերոճմեն մյուս կողմերն ալ օրտնելու։ Եվ հիմա ես լավ գիտեմ, եթե միան աս կողմը օրտնեմ, մյուս կողմինները ինչ կասկած պիտի ունենան։ Փաստեր մեզի չորտներ, արդյոք ինչ կա, բամը գա, բամը երեր ենք, նեղված է մեզ մե Աստված, նեղված է մեզ մե ինչեր գելն է ոնդեղեր են։ Երկար այսպես մնաց, անգևերջ իջավ ցերկս, իդ շարունակեցի, բայց հոն օրտություն չդվավ, շատ զարմանալի էր։ Եդ վերադարձավ, ասավ ես հոս օրտություն դվի եւ գագնգալեմ որ այդ օրտությունը առնեք, մեկը գա որ իր հետույքի մեջ ոսկորին վրա եւս մարմինիս մեջ գսկամ։ Հիվանդություն ունի եւ ես հիմա կփժշկեմ։ Եվ քույրը եւ մենք դրած ենք ասիգա գրնակ YouTube-ին մտի գնել։ Շատ քեղեցիկ վկայություն տվավ եւ քույրը ինք արչեւ եկավ մեզի պատմեց թե այդ բահուն իրեն հետ ինչ կպատահեր եւ ինքը հետը բարձ փերած էր համակումարին որովհետեւ բարձին վրա նստի եւ գարենա նստիլ եւ շատ մեծ դժվարություն ուներ եւ բժիշկը իրեն ասած էր դու ասի ասոր համար պետք է գործողություն ունես եւ դեղվույն վրա ինքը այդ օրը լավացավ եւ մենք իր մե վկայություն արինք մոտավորապես 3 շաբաթ 1 ամիս վերջ Դեր զարմանալի օրենք աշխատի սիրելիներ։ Ինձ մեկ ախյալ չէ, չգարձեք ինձ մեկ ախյալ է։ Հավատքեն ախյալ է։ Մենք պետք է համաձայնենք, որ Աստված այսպես կաշխատի։ Տեսեք, շատ անգամ դերը վկայություն կուտա մեկ հատ, երկու հատ, ես կհայտարարեմ, ես կհավատամ, որ եթե Հիսուսի անունով հավաքված ենք, մենք բոլորս պետք է առողջ լինենք։ Ես այդպես կհավատամ։ Սխալ եմ Վաղ երկինքերտամն է կգիտնամ որ ադիգա սխալ էր, բայց ես այդպես հասկացերեմ, այդպես ներշնչվերեմ, այդպես ալ կհավատամ, որ բիդելլա, որովհետև Աստվածաշունչը այդ մեկը կհաստատի։ Բայց մենք փորձենք հավատքով մոտենալ։ Մեր ուզածը առնելու համար չհավատանք Հիսուսին։ Հիսուսին ով լալուն համար հավատանք։ Ամեն։ Եք միասին բաշտենք Աստված